Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման տարիներին կրկնապատկվել է, երբ հարցնում են ինչ է կարել այդ 8 միլիարդ դոլարն, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Ես չեմ հավատում, ոչ մի բանին էլ չեմ հավատում։ Ոչ մի բանին էլ չեմ հավատում։ Առաջերտին այդ իրանց զենքերը թող իրանց պահեն, եթե այսօր մենք սուվերեն տարածքներ ենք զիջում, ինչ զենքի մասին է խոսքը։ Ես իմ գնացել են երկու հատ ժեշտ ու երկաթ են բերել, ներկել են եկուս պետք է հրապարակով հանեն ցուստան, խափեն նորից ժողովրդին, ասեն, «Էսա 8 միլիարդ պարկի դիմաց էս են գնե, բայց 8 միլիարդ էս պարկը որ հավաքել ես, եկուց հետո է այդ պարկերը փակելու։ Յուրաքանչյուր ընտանիքի վրա այդ պարկը դրած է, պետք է փակի։ Թեմա ոնց է փակելու, այդ էլ թող ժողովուրդը մտածի ոնց է փակելու։ Եթե այս մարդը վերընտրվավ, ասել եմ, այս երկրի վերջի տապանակարը դնելու են։ Հայաստան աշխարհ չի լինելու։ Հա, դրա համար ամսի 28-ին Պապիկյանը ասաց, այսքան վաղ որ գաղտնի են կարել, ուզում եք ժողովրդի ցուցադրենք, թե ինչ են կարել։ Ձեր ուղեղը ցուցադրել եք, արդեն մենք տեսել ենք։ Այդ պետք չի ոչ մի բան ցուցադրել։ Ձեր արած այսքան 7-8 տարվա մեջ լավ տեսանք դուք ինչի եք ընդունակ։ Սուսփուս արեք ձեր ամուրը հավաքեք գնացեք էլի։ Սուսփուս առած արուն տապելու, առած երկիրը նորից մնդռելու։ Նկատեցեք, որ վարչապետ Փաշինյանը գերտագը բանակցի Ալիևին հետ, Ալիևը գսե, որ Հայաստանի ատկան զենք ինչու պետք է, այդ զենքին պետք է ցերպազատվի։ Դատելով իշխանությունների գործողություններից այս 8 միլիարդի զենք գնելուն հավատում եք։ Ես չեմ հավատում, ոչ։ 6.5 միլիարդով ընդունեց Սերժից Նիկոլը, դարձավ այսօր 14 միլիոն, եթե միլիարդ ներողություն, 14 միլիարդի հասավ։ Ասում են զենք են գնել։ Ինչ զենք, որտեղ, երբ, ով, ումից։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ։ Գաղափար չունեմ, չեմ հավատում։ Մարդիկ պետք է տեսնեն իրենց կենցաղի վրա, երկրի զարգացման վրա, եթե 8 տարվա մեջ 8 միլիարդ ավելացել է, ոչ մի գործարան չի ստեղծվել, կառուցվել, ոչ մի ճանապարհ նորմալ, այդ ասֆալտ դրանք մոռանանք, ոչ մի կամուրջ, ոչ մի, չգիտեմ, ջրավազաններ չի կառուցվել, աղետի գոտի ունենք դեռևս մարդիկ միջև հիմա տնակների մեջ են ապրում, ոչ մի տուն չի կառուցվել, 8 միլիարդ ես միանշանակ մտածում եմ կամ տվացվել է չաշխատավարձեր եւ չվաստակած պարգևավճարներ եւ ուղևորություններ, չմոռանանք, տարվա 12 ամսից 11.5 ամիսը որոշակի մարդիկ կան ինքնաթիռների մեջ են անցկացնում։ Պատերազմ գնում են ոչ թե միայն զենքով, այլ նաև խելքով։ Անլուրջ եմ վերաբերում, որտեղ ես միջև այսօր չեմ, ինչ զենք են գնել, հետաքրքիր։ Ես որ ծառայել եմ 98-ից 2000 թվականներին, այդ ախտոր ասում են մենք զենք չունենք, խափում են։ Ես անձամբ ծառայել եմ 5-րդ բրիգադում, եղել եմ Զորավար Մանվել Գրիգորյանի զինվորը։ Ես իմ տեսած սպառազինությունը ինչ որ եղել է, ասենք, հորադիսում, հա, ջրականուն բոլոր այդ Գորիսի առաջ բանակային կորպուսի։ Այդ մեր ունեցած ռեսուրսը մենակ այդտեղ մենք հասնենք Բաքու։ Լիարժեք վստահեցնում եմ, ձեզ դա իմ աչքի տեսածն է, բայց այսօր ինձ որ ասում են բանը մենք զենք չենք ունեցել, դա ասենք միտեղ արդեն սպարապետի անունել ենք, էլի դու կասկածի տակ։ Այդ մարդը իր ունեցած վերջի գելևագինը ծախս տանկ առավ։ Ինքը իր ունեցած ամեն ինչը ռեսուրսը բոլորը ներդրեց բանակաշինության ազգի անվտանգության համար։ Այսօր նման բանացել է հարիկ չի։ Պատիվ չի բերում նրան, ով այսքան բան արեց, հիմա խաղաղությամբ ննջում է անուն իր ազգի։ Դե կտեսնենք, ավելի լավ է մենք անգամ տեսնես, քան թե 7 անգամ լսես։ Ճիշտն ասած, եթե մենք ունենք այդ զենքը, այդ դեպքում ինչի մեր սահմանները պաշտպանված չեն։ Այդ դեպքում ինչի Ադրբեջանը նստած իշխանասարում եւ ջերմուկի սարում։ Զենք արել, բա ինչ արել։ Ուր առած զենքեր են, սամալյոտներ, աշուն։ Այնքան զենք արել, որ տեղ չկա այդ զենքի։ Զենք ունեցողը այդքան վախկոտ կլինի, խալխի կոշիկ կլիզի, հա։ Նաբարոտ, դրա հակառակն է, քանզի որ այդ փողերը մխսել են, չի կարա այն զենքերը գնի, գնաց։ Ինքնաթիռներ բերավ, սամալյոտներ բերավ։ Ռակետաները վրան չէ, ուղղակի բերել է, ինչ անենք։ Այն բանի ասած, պետք է թռիչքներ կատարենք, ես նենց առանց որ եթե մի կրակոցի սուտ է։ Չմոռանան, որ Հարաբաղում Արցախում թողեցին այնքան յուղը վրան այդքան մեր զինզնամթերքն տվին այն սիրուն Ալիևին է դրա եղբոր։ Ինչա՞։ Դե որովհետեւ տեսանք էլի։ Տեսանք։ Պատերազմը ամեն ինչ ապացուցեց, ցույց տվեց, եթե զենք ունենար, հաստատ Արցախը հենց նես չէր նվիրվի։ Իհարկե որ ոչ։
որտեղ զենք ունեցած քաղաքացին 2020 թվականին, 21 թվականին, 22 եւ 23 թվականներին պատերազմներին տանուլ չէր տա եւ չէր կորցնի Արցախը։ Ոչ։ Եթե զենքը անվատել եթե գնել էին, то պատերազմաբատը գործողությանը հանեն, զենքը հանեն։ Ինչ որ պետք է, ոչ թե այդքան երեխուն ցկլխուտային։ Որ զենք արել են, տրել են տանը, ումա պետք է։